Ողջույններս հայրենակիցներ հարգելի, տեղին ու ժամանակին եմ համարում այս տեսաուղերձը, եթե ոչ ուշացած տեսաուղերձ եւ ոչ միայն այս ամենի մասին ես շաբաթներ առաջ էի պլանավորած, որ խոսեմ ըստ իրադարձությունների, բայց այս վերջի դեպքը Արցախի Մարտունու քաղաքի բնակիչ Տիգոյի հետ կապված իրադարձությունը բերավ ամբողջացրեց, որ եւ ցույց տվեց ժամանակը այս ամենի համար։ Սկզբից ես Տիգոյի հարցով վերջում խոսեմ, ոչ թե սա կապված ոչ կարևորության ու կարևորության, այլ ըստ իրադարձությունների հաջորդականությամբ, որպեսզի ես էլ իմանամ եւ հիշեմ ըստ հաջորդականությամբ։ Սկսեմ Ռուբեն Վարդանյանի հետ կապված, ես դրա մասին էի ուզում խոսել շաբաթներ առաջ, չշտապեցի, հարմար ժամանակ փնտրեցի, որը եւ շատ կարեւոր հարց է։ Եթե հիշում եք, չեք մոռացել, երբ որ այս վերջի նորությունները Ռուբեն Վարդանյանի հետ եղան ու ինչպիսի արագությամբ, հաճախականությամբ շրջանառվեց սոցցանցերում Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ կոմենտներ, ուղերձներ, կոչեր, իհարկե դա վատ չի, վատը գիտեք որն է, ես ինչքան որ ուշադրություն դարձրեցի, ինչքան որ տեսա այդ կոմենտները, ուղերձները, ես էլ կիսվեցի, բայց կիսելը չի հարցը։ Ես մի հատ ստատուս, մի հատ ուղերձ, մի հատ կոչ չտեսա, բոլորը գրում են կիսվեք ձեր էջերում, Ռուբեն Վարդանյանի հետ էսպես են վերաբերում, էնպես են վերաբերվում, այսպես, այնպես, բայց մեկից ես չլսեցի, որ մեկը ասի եկեք աղոթենք Ռուբեն Վարդանյանի համար։ Շատ չգիտեմ ինչ է սա, չեմ էլ ուզում ասեմ, փորձեմ մեկնաբանեմ ինչ է սա, սա մինտեղ ողբերգություն էլ է։ Բայց ես գիտեմ ինչու է այդպես, ինչու է, որ մեկը չեղավ, ես չեմ ասում ընդհանրապես չեղավ, ես չտեսա, անշուշտ հնարավոր չի, որ մեկը չլինի, որ այս պահին թե ցանկացած ժամանակ այդ մարդկանց համար, գերիների համար, նամանավանդ Ռուբեն Վարդանյանի համար չաղոթեր, բայց ես ասածս ուրիշ բան է, որ խոսքը ինչպես է մեծամասնությունը գործում, մտածում, ինչ ուղղության, ինչ է անում, որը որ դառնում է մեծամասնությունը, ոչինչ չի անում։ Նորից եմ ասում, ես չեմ ասում, որ բացառություն չկա, աղոթող չկա, բայց ես այդ սաղ, այդ նորություններից, այդ ստատուսներից մի հատ տենց այդպիսի ուղերձ չտեսա, այդպիսի նյութ չտեսա տեղադրած, որ գրած լինի առաջարկություն լինի աղոթելու Ռուբեն Վարդանյանի եւ մնացածների համար։ Ես գիտեք ինչ է դա նշանակում եւ ինչ եմ հասկանում, ու համոզված եմ հստակ այդպես է։ Դա նշանակում է այսպես, որ ոչ մեկը չեղավ աղոթող եւ այդ ստատուսները սաղ մի բովանդակության մասին է, որովհետեւ դուք չեք կարող աղոթեք, այդ սիրտը չունեք ձեզ, որովհետեւ Աստվածաշունչը ասում է, որ արդարի աղոթն է լսելի Աստծուն, եւ դուք իմանում եք, որ դուք ձեր աղոթքը չի էլ լսվի։ Ինչու՞։ Որովհետեւ Աստվածաշնչում առակները ասում է անբարեշտի աղոթքը զզվանք է Տիրոջ առաջ։ Դաժե մենք երբ որ անբարիշտ ենք լինում, մենք մեր սրտումը իմանում ենք, որ մեր աղոթքը լսելի չի լինի։
նույնիսկ մենք կարող է զզվենք աղոթք անենք։ Այս սրա մասին է խոսքը։ Այս է վկայությունը, որ ինչքան են մարդիկ Աստծուց հեռացած, Աստծու հետ կապ չունեն։ Եվ այդ ամեն ուղակի ստատուսները անիմաստ բաներ են։ Այդ փաստորեն իմաստը աշխարհում տեղի ունեցող այդ ամբողջ մարդկության գործունեությունը այդ լրատվությունն է մենակ, մենակ լուր տարածել, որ այս բանն է, բա դու քո արածը, քո ներդրումը ինչ որն է։ Ու հավատացեք, դա ամենից մեծ բանն է, եթե մարդը նեղության մեջ գտնվողի համար աղոթք է անում։ Ու այլ մինտեղ Աստվածաշունչը հստակ նշում է, որ արդարի աղոթքը լսելի է Աստծուն։ Այս ամենը վկայում է, որ ընդհանուրը գնում է դեպի անարդարության, Աստծու առաջ։ Ու մեկը չկա, որ աղոթք անի Աստծու առաջ։ Աստծու առաջ աղոթք անելու համար, Աստծուն աղոթք անելու համար ինչ որ մի հարցի շուրջ կամ ինչ որ մեկի համար պահանջում է, որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ լինի։ Որովհետև երկու մեծ մարգարեն եւ վերջի մարգարեները Հովհաննես Մկրտիչն ու եւ Հիսուսը, երբ որ սկսեցին իրանց ծառայությունը երկրագնդի վրա, առաջի խոսքը իրանց ծառայության սկսվել է այս խոսքերից, որ ապաշխարեցեք, քանի որ երկնքի արքայությունը մոտ է։ Այսինքն Աստծո համար, Աստծուց կախված ամեն ինչ արդեն պատրաստ է, այդ երկինքը մոտ է։ Մեր հարցերի պատասխանը մոտ է, Աստծուց կախվածը արդեն արված է, մնում է մենք ապաշխարենք։ Այս ամենը նշանակում է, որ մեծամասնության մասին է խոսքը, չեն ապաշխարում, մարդը չի ուզում ապաշխարի, մեծամասնությունը Աստծո առաջ չի ուզում կանգնի։ Այս սրա մասին է խոսքը։ Այնպես որ այդ թատրոնը սոցցանցերում դա ես կարծում եմ, եթե դա արդեն անցել է, բայց պարզվում է անցել է այն մարդկանց համար, ում համար անցել է, ոչ բոլորի։ Մեծամասնության համար այդ թատրոնը դեռ շարունակում է։ Ուղղակի ես չգիտեմ, ամոթ հանք տալու բան չկա, ողբերգություն ասա։ Եվ սրա մասին այդքան էլ չեմ ուզում ասեմ, սա այդ պատկերն է, որ տիրում է, եւ ողբերգությունն է, որ այդ ներկայացումները, դա այս օրվա մարտահրավերները, այդ ներկայացումներով հնարավոր չի հաղթահարած։ Այդ ներկայացումները հաստատ այսօրվա եղած մարդկության առաջ մարտահրավերների պատասխան չի, այդ ներկայացումները, դա անցել է։ Թողեք այդ ներկայացումները։ Եվ նաև ուզում եմ, քանի որ անցման մասին խոսեցի, այսօրվա պայքարը, այսօրվա մարդկության առաջ եղած մարտահրավերները եւ այսօրվա մարդկանց գործը, դա թշնամու հետ չի, դա ազգերի դեմ չի։ Մեր թշնամին թուրքը չի։ Մեր թշնամին մարդկության դեմ եղած թշնամանքն է, մարդկության դեմ եղած հանցագործությունն է։ Այսօրվա մեր պայքարը, այսօրվա մեր գործունեությունը պիտի ուղղված լինի ոչ թե ազգերի դեմ, այլ թշնամու դեմ, այլ մարդկության դեմ եղած ոճրագործությունների դեմ պիտի լինի։ Որովհետև բոլորս էլ լավ գիտենք, որ եւ թուրքերի մեջ կան լավ ազնվորություններ, եւ ինչ որտեղ համեմատելի է, որ այսօրվա հայի մեջ այնպիսի տեսակ է առաջացած, որ թուրքից ավելի վատ է։ Ես հենց կգամ սրան, կսկսեմ սրա մասին խոսելը եւ բացարձակ ապացուցեմ, որ այդպես է։ Այսօր ինչ որ տեղի ունենում հայի դեմ, դա ազգերի դեմ չի, դա ազգերին, ինչ որտեղ ազգերին ուղղված հանցագործություն չի, դա
մարդկության դեմ է այդ ինչ որ աշխարհում տեղի անեն, դա մարդկության դեմ ուղղված ոչռագործություն է։ Մենք պիտի լավ հասկանանք։ Այսօր Հայաստանի հայոց աշխարհում ներսում ինչ որ տեղի է ունենում հայի կողմից, հայ ազգանուն կրող մարդու կողմից, այսինքն Հայաստանի քաղաքացիություն ունեցող ազնվորության կողմից, դա ավելին է, դա ավելի սարսափելի է, այդ տեսակները ավելի վտանգավոր ու թշնամի են, քան թե թուրքը։ Դա բացարձակ ապացուցելու է ու ապացուցված բան է։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ադրբեջանն էլ էր պայքարում ֆաշիզմի դեմ։ Պարզա որ հայերի պես իրանք չեն կռվում, չեն կարա հայերի պես անեն ինչքան որ հայը արավ երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստների դեմ, բայց իրան ժողովուրդը, իրանց պետությունը հավաքագրվում էր այդ պատերազմում ու այդ ֆաշիզմի դեմ։ Բայց այսօր դուք ֆաշիզմից էլ այդ գործողությունների հեղինակը ֆաշիզմից էլ վտանգավոր են։ Հիմա դառնում է դուք թուրքից լավն եք, թե թուրքից ավելի ահավոր եք։ Հիմա այսօրվա մեր թշնամին դա ազգը չի, դա մարդկության դեմ, հայ ազգի դեմ եղած ոչռագործություններն է ու հանցագործություններն է, ու այդ ցեղասպանություններն է։ Այսօր հայոց հայենիքում ցեղասպանությունն է տիրում։ Եվ այսօր խաղաղությունից է խոսում Հայաստանը ներկայացնողը, իշխանությունը, բայց դուք ամենից մեծ թշնամիներն եք, դուք ֆաշիստներից էլ վատ եք։ Ֆաշիստները մինչդեռ խոստովանեցին իրանց մեղքը, ֆաշիստները հաղթահարվեց, բայց ձեզ հետ դեռ հասկանալի չի ինչ լեզվով կարելի է ձեզ հետ վերաբերված։ Հիմա սրա մասին հետո էլ անդրադառնանք, դա ահա դրա համար էլ սա վերջանալու բան չի, քանի որ այս հարցը մնացել է, սա քննարկելու դեռ այս պահին մենք այս խնդրի մեջ ենք, սա միշտ քննարկվելու բան է։ Դրա համար ես թողում եմ սա հետո գամ Արցախը արցախցիների ներկայացնող իշխանությանը, եթե այս պահին դա կա, տենց հասկացողություն կա։ Ամեն դեպքում Արցախում ապրելու ժամանակ, երբ որ մենք Արցախում ապրում էինք, դուք ներկայացնում եք վերջի 23 թվին դուք ներկայացնում եք արցախցիներին։ Ես նորից եմ հարցնում, դուք կաք թե չէ, շատ ուրախ կլինեմ, որ կաք։ Ձեզ մոտ ինչ որ ուշ է տեղ հասնում, այդպեսի երևում է։ Նկատելի է, որ դուք ինչ որ մի բան ուշ եք հասկանում։ Ես մոտորապես 7 ամիս առաջ, հնարավոր է տարի առաջ, եթե չեմ սխալվում, ես ուղերձ արեցի, հայտնեցի, որ Հայաստանի իշխանության նկատմամբ ինչ պետք է անվի։ Ես ասել եմ, որ միակ տարբերակը էդ է, ես էդ եմ տեսնում, որովհետև ինչպես որ վերաբերվեցին արցախցիների նկատմամբ, այդ տարբերակը դրան համեմատ է ու միակն է մնացել, ինչ որ արել են արցախցիների նկատմամբ, դրա միակ տարբերակը մնացածը անիմաստ է։ Այդել կասկածելի է ինչ արդյունքներ կտան։ Ես ասել եմ 7 ամիս, եթե ոչ ավել, ասել եմ, որ արցախցիներին ներկայացնող ուժը, եթե կա, եթե չկա, պետք է, որ արցախցիներին ներկայացնի ուժ, որը հայտնի արցախցիների անունից Հայաստանի իշխանությանը դատի տալու և բողոքելու վերաբերյալ։
Ես երբ եմ ասել դա, ես կարող եմ իմ տեսաուղերձները հավաքել, ես մենակ մի վիդեոյում չեմ արել, ցույց տալ, որ ես արել եմ ու ինչեր եմ ասել այդ ամենի մասին։ Եվ ասել եմ, եթե ես որպես արցախցի, եթե դուք ներկայացնում եք ինձ, ես արտահայտում եմ այիմ կոչը, այիմ բողոքը, որ այդպես է, միակ տարբերակը, եւ հորդորել եմ, որ այդպես անեք։ Հիմա եք դուք անում, ինչու եք այսքան ուշանում։ Հիմա տեսակ ինչին է հասնում։ Հասնում է նրան, որ իրանք ետ են պահանջում այդ հայցերը Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանին ուղված, տեսակ, հիմա եկել է Ոսկորինա բանը կպել, այդ վախն եք անում, ինչու եք այդքան, պատճառը ինչն է, որ այսքան ժամանակ ուշ եք անում, ումա պետք այդ կորցրած ժամանակը, այդ դրա համար էլ Ծիգոյի վերաբերյալ այդպես են վերաբերվում։ Այդ ձեր բացթողումները, ինչու եք ուշ անում, ինչու եք, ինչ շահ ունեիք միջի հիմա, որ չէիք անում։ Այդ է միակ տարբերակը, ու դրա համար էլ արցախցիների նկատմամբ այսպես են վերաբերվում, այդ դրա համար, դուք չեք անում, տեսնում են ձեր թուլությունը, տեսնում են, որ դուք զիջում եք, նահանջում եք, այդ դրա ձեր համար է մեր նկատմամբ այսպես վերաբերում։ Ասեմ ավելին, այ արցախցիների նկատմամբ ինչպես որ վերաբերում են, պատճառը գիտեք որն է, իրանք մեր պատմությունը գիտեն, իրանք գիտեն, որ 30 տարի մեզ հետ այդպես են վերաբերվել, այն ժամանակ ձեր կողմից, այն ժամանակ մենք գիտենք ում կողմից, այդ Ադրբեջանում գտնվող իշխանավորների ղեկավարության կողմից, այդ մարդկանց ղեկավարների օրոք ղեկավարված ժամանակից։ Իրանք լավ տեղյակ են, որ մենք ինչերի միջով ենք անցել, իրանք լավ տեղյակ են, որ մեզ հետ այդպես են վերաբերվել 30 տարի, բնականաբար իրանք լավ էլ հաշվարկ են արել, որ մեզ հետ կարելի է այսպես վերաբերված, որովհետև որ մեկին անընդհատ զարկում ես 30 տարի, ու ինքը ոչ մի պատասխան, ոչ մի բան, ցանկացածն էլ կմտածի, որ նման ազնվորության, նման ժողովրդի հետ կարելի է նման կերպ վարված, այ դրա համար ենք մենք այս օրումը։ Հիմա դուք նույնը շարունակում եք։ Հիմա տեղներդ մի նստեք, մի բան որոշեք, կամ այդ կոշներ, այդ բողոքներ, որ դուք պիտի անեիք, չեք արել, ասել եմ կամել, կազմակերպեք, մենք միասին մեր տեղը չի այս պայմաններում արցախցիների տեղը չի Հայաստանը, կամ էլ կազմակերպեք, մենք դուրս գանք մի հատ երկիր, եթե միասին պիտի ելնեք, ինչ որ կարծես դուք թշնամու բանը երաժշտություն եք գնում, ինչ որ թշնամուն, որը կուզի, որ մենք բաժան ցրվենք, դուք չեք ուզում, որ մենք միասին լինենք, մին երկրի, մին պետությանը, մին դիմում գրեք, մին պահանջեք, որ մեզ ընդունեն, եթե մենք ստե պիտի ցեղասպանվենք, եթե մեզ ընդունեն, որ դուրս գնանք, այդ երկիրը նորմալ մարդավարի միաբանվենք, տենանք ինչպես ենք դասավորում մեր ապագան։ Դուք երբ եք մեր ապագայի մասին մտածել, որ հիմա մտածեք։ Ոչ են եք անում, ոչ էս եք անում։ Մի անգամից տենանք ով է այս աշխարհում տղամարդ կայուն, պատասխանատու պետություն, գնանք մեր տեղը գտնենք հետագա կյանքի համար, հետագա տարիների համար, հետագա պլանների համար, թե ձեզ ձերք է տալիս մենք ստե ցեղասպանվենք։ Այ դա, այս ամեն ինչը անպատասխանատվության արդյունք է։
Դուք պատասխանատվություն չեք վերցրել Արցախ ժողովրդի համար ու մինչև հիմա էլ այդպես եք անում։ Դե պարզ է Արցախի ժողովուրդն էլ պիտի որ այսպես անտարբեր ու անբան լինի, որովհետև Արցախի ժողովրդի մեծամասնությանը ձեր փողերով արդեն առել եք, ձեր վարկերով գրավել եք։ Դե չեմ ասում դուք ինչ փողեր եք